Հարգելի գործընկերներ, ես քանի որ պարոն Քոչարյանը խոսում է իրադարձությունների մասին, որոնց մասնակցել ենք այստեղ շատերս, համեստ մասնակցությամբ։ Ես ուզում եմ դրանց անդրադառնալ, բայց սկզբից մի, այսպես ասած, disclaimer անեմ, էլի։ Պարոն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեր հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չի, որդուն ասել, գիտես, ինչ կա, ես համարում եմ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ, չգիտեմ, վատ մարդ է կամ այսինչ է, այն ինչ է։ Բայց ես ստիպված եմ դա անել եւ ուզում եմ ասել, որ ես դա անում եմ բացառապես այն պատճառով, որ դուք падգամավոր եք քաղաքական գործիչ եք եւ այստեղ եք, այսինքն ձեր օրինակ ձեր ավագ եղբորը եթե երբևէ հանդիպեմ, չեմ խոսի ձեր հոր մասին, որովհետեւ ինքը քաղաքական գործիչ չի։ Ինքը առնվազն քաղաքականապես որ համար պատասխանատու չի, իսկ դուք պատասխանատու եք այնպես ինչպես ձեր կողքին նստած ձեր գործընկերները։ Պարոն Քոչարյան, դուք խոսում եք մարտի 1-ի մասին ու չգիտեմ, երևի հույս եք դրել, որ երիտասարդները ովքեր այդ օրերին չեն ապրել, պետքա լսեն ձեզ, հավատան ձեզ։ Կամ ես չեմ բացառում, որ դուք այն ժամանակ լինելով երիտասարդ եւ ձեր հոր որդին, չգիտեմ, այսպես ասած, իրականությունը լավ չեք տեսել, կարող է ձեր տանը մենակ հմեկն է միացած եղել, այն ժամանակ էլ հայլուրով բոլորս գիտենք ինչ են ցույց տվել, հա? Եվ դուք դրան եք հավատացել, ես դա չեմ բացառում, իշխանությունը տենց հատկություն ունի մարդուն իրականությունից կտրելու։ Բայց իրականությունը հետևյալն է, պարոն Քոչարյան, 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը քանիսն էր, 6-ին, հասկանում եք, ժամը 6-ին, Ազատության հրապարակում եղել է մաքսիմում 100 մարդ, լավ, թող 200, 1000-ից քիչ հաստատ, 500-ից քիչ հաստատ, մեծ մասը քնած, ժամը 6-ին հասկանում եք, առավոտյան ժամը 6-ին, ոչ մի բան չեն արել, միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռացնելը։ Հատուկ ջոկատայինները եկել են, սկսել են բոլորին ծեծել, դուբինկեքով ծեծել։ Մարդիկ փախել են հետևներից վազելով, ծեծելով լարել են մարդկանց։ Հիմա խնդրում եմ ինձ ասել, այդ մարդիկ ինչ էին արել։ Ինչի են հատուկ ջոկատայինները առավոտ ժամը 6-ին եկել այդ մարդկանց դուբինկեքով զղկել։ Բացատրեք ինձ։ Հաջորդը ներողություն։ Ընդ որում ուշադրություն դարձեք, էլի խնդրում եմ այս իմ նկարագրածը համեմատեք վերջին տարիների իրադարձությունների հետ։ Ասենք 2 տարի առաջ մարդիկ եկել էին արքեպիսկոպոսի գլխավորությամբ, եկել բանը սիրահարների այգու զաբորները ջարդել էին, ուզում էին գային ազգային ժողովի վրա, այդ ընթացքում ոստիկանությունը հատուկ միջոց մի ընդհատեք, հատուկ միջոց կիրառեց, դուք դա համարում եք ցեղասպանություն, բայց քնած մարդկանց առավոտվա ժամը 6-ին գալ դուբինկեքով սատկացնելը համարում եք, գիտեք ինչ կա, որ նորմալ է։ Սա խնդիր է, պարոն Քոչարյան, սա խնդիր է։ Հաջորդը։ Հա, ընդ որում հետո էլ դնում եք ձայնագրություն, որ Նիկոլ Փաշինյանը ասում է իրեր վերցրեք, որ պաշտպանվեք։ Իհարկե պետք է իրեր վերցնեն, որ պաշտպանվեն, որովհետև ինքն է պաշտպանվել, որովհետև դրանից մի քանի ժամից առաջ հատուկ ջոկատայիններ եկի հարձակվել են մարդկանց վրա։ Բայց ինչ եք ուզում։ Պարզ չի որ պիտի բարիկադավորվեն։ Ձեզնից էին ձեզնից չէ, ձեր հորից էին պաշտպանվում։ Հաջորդը, այնց հանգիստ եկել ասում եք, դե հա կարող է մարդիկ են եղել անմեղ, որ ձերբակալել են։ Չէ, կարող է չի, ասում եմ իմ հայրը ոչ մի հանցանք չի գործել, ընդ որում ոչ թե կարող է չի գործել։ Հաստատված է չի, որ չի գործել, որովհետև նույնիսկ ձեր հոր նախագահության օրոք, այո, մեղադրանքը հետ է վերցվել եւ գործը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով։ Հիմա ինչ է ստացվում, այսինքն գալիս են առավոտվա ժամը 6-ին հատուկ ջոկատայինները մարդիկ ծեծում են, հետո գալիս իմ հորը եւ այտենց եւս մի քանի 100 հոգու ձերբակալում են ու դուք ասում եք դե լավ, հա, ես հպարտ եմ, դուք էլի հպարտ եղեք ձեր հորով։ Պարզ է որ ցանկացած որդի պետքա հպարտ լինի իր հորով։ Բայց քաղաքականապես այդտեղ հպարտանալու բան ընդհանրապես չկա։ Ինչ վերաբերվում է մեղադրանքների, ընդհանրապես մեղադրանքների արդարացիությանը կամ ոչ։ Վերջերս է հրապարակվել մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որը ֆիքսել է, որ այդ 10 մահերի պատճառը եղել է պետությունը, որը ղեկավարում էր ձեր հայրը Ռոբերտ Քոչարյանը։ Ապացուցված է դա ապացուցված է։ Եվ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ դատապարտվել, մի խանգարեք ինձ,
Դատապարտվել է ապօրինի կերպով։ Հաջորդը դուք ասում եք եւ Սասուն Միքայելյան, եւ մյուսները, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մասին խոսեց, ասեցի, այո, եւ Սասուն Միքայելյան, այստեղ դատապարտված մարդ ոնց որ չկա այդ գործով։ Հաջորդը ասում եք Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք տնտեսական ցուցանիշները, բոլոր ցուցանիշները այնպեսի լավն են եղել, որ ես հպարտանում եմ։ Ձեզ մի հատ ցուցանիշ ասեմ, դուք եկեք իրար հետ մտորենք, արժի հպարտանալ դրա համար, թե չէ։ 1998 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը, Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների, այսինքն պաշտպանական բյուջեների հարաբերակցությունը, գիտեք ինչքան էր։ Մեկը մեկի, այսինքն նույնը, ինչքան Հայաստանի բյուջեներ, այնքան Ադրբեջանի բյուջեներ։ Եվ ուշադրություն, այդ թվին բնակչության տարբերությունը մոտարապես կրկնակ էր, Հայաստանը մոտ 3 ու մի քիչ, Ադրբեջանն այն ժամանակ եւի 7 ու մի քիչ կամ 8։ Այսօրվա պես շատ չէր, բայց էլի շատ էր։ Մեկը մեկ էր։ 2008 թվին այն նույն ժամանակ են հատուկ ջոկատայինները, որ մտան առավոտվա 6-ին մարդկանց ծեծեցին, հետո մարդկանց սկսեցին դատել։ Հարաբերակցությունը գիտեք ինչքան էր ռազմական բյուջեների։ Մեկը 5-ի։ Ադրբեջանի ռազմական բյուջեն 5 անգամ գերազանցում էր Հայաստանի ռազմական բյուջեն։ Բայց այդ տարիներին կա մեկ այլ բյուջե, որի հարաբերակցությունը աճում էր ի օգուտ ձեզ, պարոն Քոչարյան։ Դա ձեր ընտանիքի եւ Հայաստանի մյուս քաղաքացիների ընտանիքների բյուջեների հարաբերակցությունն էր, որ ես չգիտեմ, ինչ դժվարանում եմ ասել, ինչ էր, մեկը 10-ի, մեկը 20-ի, մեկը 100-ի։ Ուզում եք օրինակ իմ եւ ձեր բյուջեների հարաբերակցությունը ասենք ձեր ընտանիքը հավաքական ունի $200 միլիոն, մերը չունի ոչ մի $1 միլիոն։ Այս այդա հպարտանալու թիվ է, իրոք կարող եք հպարտանալ դուք, չգիտեմ, մի քանի հազար անգամ հարուստ եք ավելի։ Ես իրոք չի ուզում միջամտել այս բանավեճին, բայց պատմական ճշմարտությունները չի կարելի կեղծել։ Ինչ վերաբերվում է ձեր հորը վերագրվող ձայնագրության մասով, ես գիտեմ, որ այն իսկական է, բայց շատ լավ, դու ելք էլ ասում եք իսկական չի, փորձաքննության տվեք, եկեք անկախ փորձաքննության տան։ Կամ դատի տվեք պարոն Ալեքսանյանին, խնդրեմ, դատի տվեք պարոն Ալեքսանյանին, փորձաքննություն տանք հասկանանք։ Խնդրում եմ, տիկին Վարդան, այսքանը շնորհակալություն։